Վերջին օրերին մեր շրջանում նկատվում է բանրի գնի զգալի աճ, ինչը անմիջապես ազդում է բնակչության առօրյայի վրա։ Բանիրը որպես ամենաշատ օգտագործվող կաթնամթերքներից մեկը դարձել է ավելի թանկ, եւ այս փոփոխությունը տարբեր արձագանքներ է առաջացրել բնակիչների շրջանում։ Կաթնամթերքը նախեսովադարության բերգուլարին իդիկ բացարձակ հեշտ բան է, իդիկ ինչ է։ Կաթդյանի սովադարության բիրեկլար, քանի որ ամեն ինչը շատ թանկ է։ Օրեցօր գյանիրը գելեն, ոսկին եւ այլն։ Ահա։ Պամբրին մասին խոսքը սուլի գուլին սովադարության 18 լարի է, քելլա պանիրը, այսինքն մեր դիզովսացենի 20 լարի է կիլոն, հիմիաշեդում։ Մի որ ցանկություն չունի զավոդներին 20 լարի տալ պանիր գյանելու, թող կովերում կատի եդարնը 5 կիլոն պանիր գել, այն օրի ես եմ շինեմ։ Արդեն մալն է գվերանա, խոսն է գվերանա, հետո ամար թանգեդի, այո, օր գյուղացուն աշխատանքը գյանահատվի, օր գյուղացին շահագեր կրվածերնի պայելու, օր ստանա եկամուտ, քանի որ մենք կապրենք գյուղատնտեսական երկիր։ Իսի նախքան տաբաղեն է դի բավականին մալ սատկա, բավականին մալ ծախվավ, այսինքն մեր Երևանյան փողոցը անցյալ տարի երևի մի 100-ատ կով գելեր, այս տարի ալոն 50-ատ հազիվել է, ապա թանկ է դի, ինչի թանկ է որ, կաթը քիչ քաչնա, դե հիմի կաթը քաչնալու դեպքում է զավոդները, լարի զավոդները չէ, երևի կնամսոր մե 10-15% երևի այդման փոշի կաթ կօգտագործին, քանի որ այն զուգդի դոր գտանի սուլի գուլին, այդ փոշի կաթով իրեն քելլա գշինեն, քելլան դարձնեն սուլի գուլի, զուգդի սպրոսկա, դե կաթի քիչ հետ կան, նախ անասուն չէ գա, դե համի ցամքին կովիրը հələ ցանիլ չին, կաթի քիչ է սպրոսն են դիղ շատ է, մարդիկ պաշտպանոր փոշի կաթը բերեն սուլի գուլի սարքին, տամինգը զուգդի։ Խնդիրը այդորով է, բայց գարունը ես չի մատ, ես մտածում որ երևի մի 20 կապեկ իշնի կաթը, լար 80 կամ լարի ու կիսի մենա, բայց խելքիս բանը չէ, կան որ 50% անասունը միրասին 90 շերտանը կան որ իսկ լավ տեղյակեմ, քաչցել են կովիրը։ Լարի 20 կապեկի ժամանակը արել են զավոդները կաթը, լորի պանիրը շինել, լացել են սկլատները։ Համի օր լարի 20-ի ժամանակ, արիք շեշտենք եդիկ։ Համի օր էստաս լորի պանիր ուզես, լորի պանիր 4-5 ամիս մենա դուր աշխատի, որ իրեն որագի մենա։ Հայմը արդեն եկեն ենք հունվար ամի, արդեն փետրվար ենք եկել, ահա, այն ժամանակը հունիսի շինած լորին լարի 20 էր կաթը, լարի կես 2 լար չէր, հետիկը շնորհակալություն հայտնին ասեմ իր Նինոսմինդայի շրջանի բանակցությունը Նալբաջան Սևանին, որ Սևանը կաթը հանեց, զավոդին աշխատողներն է, ուզած, չուզած կաթյանողներ թանկություն կաթը, աշե, լարի 20-ի ժամանակը շինել է լորին, համի օրեցած լորյանը սկսե կիլոն 25 լարի է, կաթը թանգել է, բայց այդ լորին դու շինել ես լար 20-ի ժամանակը չէ, արիկատիկ մենք հաշվի առնենք, ինքը կսե կաթը թանգել է, բայց լորին դու երեք չես շին, 2 լարը, թեգուս կաթն է որ թանգած եղնի, էլի նորենք ագնեմ, 5 կիլո կաթեն գել է կիլոն բանիր։ Քանի որ մեր շրջանի բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ, կաթնամթերքի գների բարձրացումը որոշ տնտեսությունների համար նաև դրական ազդեցություն ունի։ Անասնապահները նշում են, որ իրենց աշխատանքի արժեքը վերջապես ավելի գնահատված է, իսկ ստացված եկամուտը հնարավորություն է տալիս ծածկել ծախսերը կերի, վառելիքի եւ անասնաբուժական ծառայությունների համար։ Պանիրը բավականաչափ թանկացել է, իհարկե իօգուտ գյուղացուն, որովհետև ամենաէժան ապրանքը կաթնամթերքներ, պանիրներ, մարդիկ իշկանակ ուզե տանջվեին կը մենակ տանջանքը կմնար։ Շատ թանկն է, որովհետև ամենադժվարը գյուղացուն համար էդիկ է, շատ կտանջվին ու էժանա կուտան։ Օրինակ ինչի խոսքին կոկա-կոլան ծախվի 250 կապեկ, կաթը ծախվի 80 թեթրով։ Բնականաբար շատ վատ է, քանի որ հայմի թանկացել է, Էդիկ շատ կովելի է, քաղքցինա թող չբողոքվի, որովհետև քաղքցուն համար իշ կա։ Տունը նստած, գեշտապազար են կարներ ինչ-որ կուզեք ու կա, բայց գյուղացին օրնիվուն տատիկ է։ Բնականաբար թանգնադի որ համ գյուղացուն համար լավելի, համ էլ ասենք աշխատանքը կնահատվի։ Դե չէ ասենք այդ ման որ տանջվից ոչ մի բանը չես կնա անե։ Բարձե որ շեդիկ շատ լավ է։ Օրինակ ես ագը ծախեմ, կաթը, ու շատ ձերնդու է ինձ համար օրինակ։
շատ կովելի է, թող իշկան կրան ավելի շատ հանգստեն։ Քաղաքացուն դեպ կանա վնաս չի կա։ Իշկանա վնաս կա հաստատ գյուղացիությամբ չի վնասվի, որովհետև գյուղացի վախտին ծախերը 50 կապեկով կատը։ Բանիրի կտանիշ 2 լարովա չէր գնա կիլոն ծախեր, 8 լարով կծախեր, 3 լարով կծախեր, բայց հիմի 20 լարի է, 22 լարի է, դա շատ լավ է, օրեցօր թանգնակ ամեն ինչը։ Միևնույն ժամանակ բնակիչների շրջանում կան տարբեր կարծիքներ։ Սպառողները մտահոգված են, որ բարձր գները դժվարացնում են կաթնամթերքի հասանելիությունը, հատկապես սոցիալապես խոցելի ընտանիքների համար։ Մյուսները կարծում են, որ եթե գների աճը լինի վերահսկելի եւ կայուն, այն կարող է նպաստել անասնապահության զարգացմանը եւ գյուղական տնտեսության ամրապնդմանը։